Քաղաքացիական պայմանագրից օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանին ընդդիմադիր պատգամավորները հիշեցնում էին, հենց այս իշխանությունն էր ուզում Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անել, որպես պատճառ բերելով նաև, որ նա հանրապետական կուսակցությունից էր տեղափոխվել բարձր դատարան։ Ձեր երթումը ուրիշ ինչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ դուք չեք գնում այնտեղ սպասարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը, եւ դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինեք, որովհետեւ եթե Հրայր Թովմասյանը անաչառ չէր միայն նրա համար, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր, ինչ տարբերություն հիմա հանրապետական, քաղաքացիական պայմանագիր, դուք 8 տարի սպասարկել եք այդ շահերը։ Ընդդիմադիր պատիվ ունեմից Թագուհի Թովմասյանի այս հարցին Վլադիմիր Վարդանյանի պատասխանն էր, թե ինքը Հրայր Թովմասյանի հետ միայն մեկ նմանություն ունի, որ երկուսն էլ խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովն են գլխավորել։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով սահմանադրության նոր տեքստի ջատագով, սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը այդուհանդերձ իր իսկ կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենան։ Ես երաշխիքների մասին ոչինչ չլսեցի, որ դուք ինչ պիտի անեք, որովհետև սահմանադրական դատանը բնականաբար քննելու է գործեր, որոնք ուղիղ առնչվելու են իշխող կուսակցությանը։ Վլադիմիր Վարդանյանը երկար տարիներ աշխատել է սահմանադրական դատարանում, այդ թվում Հրայր Թովմասյանի օրոք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից դաշնակցական Արմենուհի Գյուրեղյանը հիշեցրեց Վարդանյանի 3 տարվա վաղեմության խոսքերը։ Համոզված եմ, որ գործ ունենք Արցախում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության հետ եւ ես պնդում եմ ու շարունակելու եմ անել ամեն ինչ, որ միջազգային ցանկացած հարթակում սատարեմ այն թեզը, որ Ադրբեջանը կատարել է լրջագույն հանցագործություններ եւ դրա համար համապատասխան պատիժ պետք է տրվի։ Եթե հիմա էլ նույն կարծիքին եք, չպետք է աշխատանքից ազատվեք գործադիրի արտաքին քաղաքականությանը դեմ դուրս գալու համար, հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը, օրինակ բերելով Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը։ Սահմանադրական արդարադատության ոլորտում քննարկումների, միջազգային քննարկումների ժամանակ այդ հարցի բարձրացման պարագայում ես նույն դիրքորոշումն եմ արտահայտելու։ Դուք այսօր էլ համարում եք Ադրբեջանի գործողությունները Արցախահայության դեմ միջազգային հարթակում մարդկության դեմ հանցագործություն։ Ես երբևիցե որևիցե արտահայտությունից չեմ հրաժարվում եւ չեմ կարող հրաժարվել։ Վլադիմիր Վարդանյանին առաջադրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, նրա աշխատակազմի ղեկավարը խորհրդարանին տեղեկացրեց, որ նախագահը հանդիպել է մի քանի տեխնացուների հետ, Վարդանյանին ընտրել ըստ մասնագիտական կարողությունների։ Նախագահի սահմանադրական կարգավիճակը որպես համահայկական, համազգային, գործառույթներ իրականացնող անձ ու նաև կադրային քաղաքականության մեջ լիազորություններ ունեցող անձ ենթադրում է որոշակի հրապարակային այնպիսի գործունեություն, որոնք չափանիշները հայտնի կլինեն նաև հանրությանը։ Ուզում եմ հավաստիացնել, որ ընտրությունը կատարված է նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող լիազորությունների իրականացման կարգերին համապատասխան։ Ընտրությունից առաջ Վլադիմիր Վարդանյանը ոչ միայն կուսակցությունից է դուրս եկել, այլև հրաժարվել պատգամավորի մանդատից ու շտապել հրաժեշտ տալ խորհրդարանական գործընկերներին, թեև տեխնացուի դեպքում օրենքը չի պահանջում հեռանալ ազգային ժողովից։ Նա դա պարտավոր է անել ընտրվելուց հետո։ Չեմ ուզում, որ խորհրդարանական գործընկերներ, այդ թվում դուք կաշկանդված լինեք նրանով, որ գիտեք դե հիմա բանը չընտրենք, որ մնա պատգամավոր, բայց ու իրար հետ աշխատելու ենք, լավ արել ավելի լավ գնանք ընտրենք, ոչ։ Քվեարկությունը փակ գաղտնի էր, խմբակցությունները հրապարակային դիրքորոշում չեն հայտնել, արդյունքները կհրապարակվեն վաղը։